բարեկամներ, եթերում լաբորատորի հաղորդաշարի հերթական տեղահարկումն է եւ ինչպես միշտ մենք այս հաղորդման ընթացքում նույնպես խոսելու ենք հիմնախնդիրների մասին, որոնք որ երբեմն շատ ավելի որոշիչ ազդեցություն ունեն հասարակության տրամադրությունների եւ պետության հասարակության կյանքում ընդհանրապես, քան շատ հաճախ, եթե կարելի է այսպես ասել, տրենդային քաղաքական իրադարձությունները կամ քաղաքական վայրիվերումները։ Այսօր մենք ուզում ենք խոսել Հայաստանի հասարակության կյանքում կարևոր դերակատարում ունեցող մի ինստիտուտի մասին, ինչպեսին են զանգվածային լրատվամիջոցները, եւ ոչ միայն այն պատճառով, որ ընդունված է ԶԼՄ-ին համարել 4 իշխանություն, ճանաչած հիմա մեր հյուրերը կասեն իրենք իրենց որպես այդ իշխանության ներկայացուցիչ զգում են թե չէ, բայց հասարակական տրամադրությունների ազդեցության վրա այնուհանդերձ հսկայական ազդեցություն ունեցող մի ինստիտուտի եւ մի գործիքի մասին է խոսքը։ Մեր հաղորդումը կազմակերպելու համար հրավիրել ենք, եթե կարելի ասել, Հայաստանի լրատվական դաշտի 2 սերունդների ներկայացուցիչների, ավագ սերնդի ներկայացուցիչ Աննա Իսայելյան, բոլորիդ շատ ծանոթ, Առավոտ AM-ի խմբագիր եւ 24 News-ի տնօրեն Նարեկ Գալստյան։ Բարի օր, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Հիմա ես խոսքը փոխացեմ իմ գործընկերոջը Գառան Գևորգյանին, որ կներկայացնի ավելի ծավալուն մեր այսօրվա զրույցի թեմաները։ Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկել եք։ Ես միջև թեմային անցնելը ուզում եմ երկու առիթով շնորհավորել մեզ։ Մեկը մամուլի ազատության օրն է, որը անցած շաբաթ էր նշվում, չնայած դա այդքան էլ պայծառ առիթ չէ, հաշվի առնելով մեր իրողությունները, եւ մյուսը էգոիստաբար Սպարտակ քեզ եւ ինչ շնորհավորեմ, որ առաջի անգամ մեր հաղորդմանը մասնակցում է կին եւ մեզ կդադարեն մեղադրել սեքսիզմի կամ կնատիացության մեջ։ Ես հենց այս պահին ֆիքսեցի, որ 19-րդ մեր թողարկմանը առաջին անգամ մենք համարձակվել ենք կնոջ հրավիրել։ Չհասկացա, հիմա ինձ գենդերային հավասարություն ապահովելու համար եք հրավիրել։ Ոչ, հրավիրել ենք մեզ կնատիացության մեջ մեղադրանքներից պաշտպանվելու համար, այս իհարկե կատակ էր, բայց իսկապես սա առաջի դեպքն է։ Ինչ վերաբերում է մեր այսօրվա թեմային, սա այն թեմաներից է, որոնց մասին կարելի է եւ շատ երկար խոսել, կարելի է եւ շատ լակոնիկ ու կարճ։ Մենք երևի պիտի ուզենանք, որ խոսենք մամուլի որպես համակարգային նշանակության մասին, այն իմաստով, որ սկսած ակադեմիական սահմանումներից մինչև ավելի ժուրնալիստական մոտեցումներ, մամուլը համարվում է ոչ միայն 4-րդ իշխանություն, որը ավելի շատ կարծեք թե վերնագրային բնորոշում է, որքան հանրային կառավարման մեծ ենթահամակարգի մի մաս։ Այդ առումով երկու բան կա մոլորեցնող, որ հիմա հատկապես շատ սկսել են մամուլը ներկայացնել որպես քաղաքացիական հասարակության մաս, ինչը իրականում այդպես չէ, որովհետև քաղաքացիական հասարակությունը առնվազն այն գաղափարներով, որոնցով ընդունված է մեզ մոտ, դատել միանգամայն տարբեր է, քան մամուլը, որը առանձին ենթահամակարգ է։ Այս ընդհանուր դրույթներից կանք ավելի մեր գործնական դաշտ, երևի պիտի խնդրենք, որ լինելով ամենօրյա գործնական մամուլի մարդ գնահատեք որտեղ ենք մենք, սկսած այդ ակադեմիական գեղեցիկ բնորոշումներից մինչև առօրեական ոչ այնքան պայծառ կյանք։ Դե վերջերս հրատարակվեց լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը եւ հիմա իշխանության ներկայացուցիչները ամեն հարմար առիթով ընդգծում են այն, որ առաջընթաց է ապրել, լռելով այն մասին, բացատրությունը կա թե ինչու է այդ առաջընթացը գրանցվել, ինչպես է ստացվել, որ տարածաշրջանի գոնե երկրների Հայաստանում թվում է թե իրավիճակը փոքրի շատ է բարվոք է։ Խնդիրը այն է, ինչի մասին խոսել էր ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշանե Դոյդոյան, որ անցած տարվա ընթացքում գոնե իշխանավորները չեն հաջողեցրել հերթական մի օրենսդրական նախաձեռնություն երկնել, որ ավելի կվատթարացնել մամուլի վիճակը։ Ես կարող եի Շուշանի խոսքը ուղղակի մեջ բերել, եթե խնդիր է առաջացնում, եթե որ ավելի ճշգրիտ լինելու համար,
ինքը ոնց է բացատրում, ասում է, որ ինքը ծանոթ է եւ գիտի թե ինչն է ընկած բարելավման հիմքում, նախորդող տարվա ընթացքում լրատվամիջոցների խոսքի ազատությունը սահմանափակող իրավական ակտեր չեն մշակվել եւ ընդունվել ի տարբերություն նախորդող տարիների եւ սա լուրջ առաջընթաց է եւ համարվում է, որ նաեւ դրականային, որ լրատվամիջոցները ֆիզիկական անվտանգ միջավայրում են գործել, այսինքն չեն եղել բռնություններ, ծեծ, հաշվեհարդարներ լրագրողների հետ։ Դե ուղղակի պիտի հիշենք, որ ամեն առիթով հենց որ իրավիճակը երկրում քաղաքական սրվում է եւ այդ բռնություններն են լինում եւ այդ ծեծն է լինում, զեկույցի հետ կապված ես մի դիտարկում էլ կասեի, որ երևի շատ էլ չարժի այն ինչ որ ասածա լրիվ 100%, որովհետեւ տեսակ այնտեղ ուշադրություն դարձրեցիք, թե իրենք ում են նշել որպես անկախ լրատվամիջոցներ, այնտեղ ցանկ կար 25 տարուց ավել աշխատել եմ Ազատություն ռադիոկայանում, այնտեղ իմ ընկերներն են, իրենց շատ սիրում եմ, իրենց աշխատանքը գնահատում եմ, բայց պիտի ասեմ, որ ճիշտ չի Ազատություն ռադիոկայանին նշել որպես անկախ լրատվամիջոց, չի կարող Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից ֆինանսավորող լրատվամիջոցը համարել, որ նա անկախ է։ Ինչպես նաև այնտեղ մի շարք լրատվամիջոցներ են թվարկված, որոնք միջազգային աջակցությամբ, դրամաշնորհային աջակցությամբ են հրապարակվում, ես էլի չեմ համարում, որ ես էլի գիտեմ, որ դրամաշնորհատվողները նույնպիսի քաղաքական պահանջներ են ունենում, ինչպես եւ քաղաքական կամ ֆինանսական խմբերը, որոնք աջակցում են լրատվամիջոցներին, որտեղ ենք մենք հիմա, ես իհարկե կերազեի այն մասին, որ մենք որևէ արտաքին աջակցության կարիք չունենար որևէ լրատվամիջոց, ոչ քաղաքական, ոչ ֆինանսական խմբերի ու կարողանար իր ոտքերի վրա ամուր կանգնելով վաստակել իր գոյատևման միջոցները, բայց շատ ցավոք Հայաստանում տնտեսական վիճակն է այնպեսին կամ գործնականում բացառված է, որ որևէ լրատվամիջոց, որ կուզենա իրոք անկախ լինել, բացառված է, որ հնարավորություն ունենա դրա համար ոչ գովազդային դաշտ կա դրա համար համապատասխան ոչ մի բան, ես այս թեմայով էլի բաներ կուզենայի, բայց ասել, բայց լսենք նախ Նարեկը ինչ կասի։ Շնորհակալ եմ հրավերի համար, կապված անկախ լրատվամիջոցի հետ, թող տենց կատեգորիկ չի իմ ասածը, բայց ընդհանրապես որպես կանոն անկախ լրատվամիջոցի հասկացությունը մի քիչ սոփեստություն է, հա, ասել, որովհետև ով է, որ մի լրատվամիջոցն անկախ ընդհանրապես, եկեք նայենք, այսինքն ամենակայացած արևմտյան երկրներում լրատվամիջոցներին ու տեսնենք արդյոք իրենք անկախ են թե ոչ, արդյոք իրենք որևիցե քաղաքական գաղափարական ընդհանրություններ ունեն այս կամ այն քաղաքական հոսանքի հետ, նույն Միացյալ Նահանգներում եկեք նայենք CNN-ի, ասենք կամ մեկ այլ լրատվամիջոցի քաղաքականություն ընտրությունների ժամանակ կա Trump CNN հայտնի այդ հակամարտության տրամաբանության մեջ ու կտեսնենք այդտեղ անկախությունը ինչ չափով է։ Այստեղ խնդիրը երևի ավելի շատ ոչ թե քաղաքական անկախության, այլ այսպես ասենք այս ճակերտավոր բառով կիլերություն չանելու մասին է երևի թե խոսքը։ Հիմա գալով Հայաստան իրավիճակին, իրականում չի կարող հայաստանյան լրատվական դաշտը լինել ավելի լավ, ինչի մասին խոսում էինք պարոն Սեյրանյանի հետ մինչև եթերը, եւ շեշտակիորեն դրական առումով առանձնանալ այն իրականությունից, որ կա մեր երկրում, կա եւ շարունակվում է լինել։ Այսինքն ասված մի արասի, որ մարդու մարմնի մի մասը հիվանդ է, օրգանը, ասենք, ախտահարված է, չի կարող մնացած, ասենք, չգիտեմ, ամբողջ մարմինը ախտահարված լինել, պայմանական երիկամները շատ լավ աշխատեն, ինչ որ process է, որը այս կամ այն կերպ բոլորին վերաբերում է։ Մեծ հաշվով ուզենք կամ չուզենք, եւ դա նորմալ է ենթադրում եմ, որ լրատվամիջոցները, լրագրողները, խմբագիրները եւ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց ասվածները Հայաստանի Հանրապետության մի բաղկացուցիչ մասն են կազմում իրենց բոլոր խնդիրներով ու խնդիրներով հանդերձ։ Երբ որ երկրում քաղաքական դաշտը բևեռացված է, երբ որ երկրում ցավոք սրտի եմ ասում, առնվազն վերջին 4-5 տարվա ընթացքում առանց արյուն քաղաքացիական պատերազմ է ընթանում ատելության սարսափելի դոզաների տրամաբանության մեջ, չի կարող լրատվական դաշտը լինի այդտեղ ավելի ստերիլ, առավել այսպես հեռացված այդ իրականությունից, որովհետև այն ամեն ինչ որ արտացոլվում է հասարակական կյանքում, բերում է վերջի վերջում մտնում է նաև լրատվամիջոցի օրակարգ։
այդ առումով էս է իրականությունը, ինչպիսի վիճակ ունենք երկրում, լավ թե վատ թող այսպես հեռուստադիտողը գնահատի, այդպիսի իրավիճակ էլ ունենք լրատվամիջոցների տրամաբանության մեջ։ Մի բան հավելեմ, մի պահ ասացիր, որ փորձեցիր ձերբազատել, հա, քաղաքացիական ակտիվիզմը լրագրությունից։ Մարդիկ, ովքեր ֆինանսավորում են լրատվամիջոցները, բոլոր խմբերը, ոչ մեկը ըստ էության կարծես շահագրգռված չի, որ լրատվամիջոցին վճարել նրա համար, որ ինքը անաչառ լինի, անկախ լինի, չեզոք լինի, բոլորը ուզում են որպես լրատվամիջոցի մեջ տեսնել հենց իբրև քարոզչամիջոց։ Ես այդ համոզումը արդեն ունեմ։ Եվ գումարածել, եթե դու միայն ուզում ես վավերագրող լինել, հիմա բարեստական բանականությունը ցանկացած լրագրողի գործը քեզնից ավելի լավ կանի, ասենք ինքս նման մի փորձ արեցի, ասենք Բոլտոնի X-ի գրառումը տվեցի ու ասացի բանը ChatGPT-ին լուր սարքի, ինքը ամբողջ համատեքստով, թե ինչի է Բոլտոնը Թրամփին քննադատում, հիշեցնելով լիդով, բան, այսինքն հստակ ամեն ինչ արեց։ Լրագրողների մեջ շատերը հենց ուզում են տեսնել քաղաքացիական ակտիվիստի եւ լրագրողներից շատերը իրենց հետ հենց այդպես էլ պահում են, ուզում են տեսնել վերաբերմունք, բան չեզոքությունը, հավասարակշռվածությունը, անաչառությունը անմիջապես ինչ որ բանի հետ է համեմատվում, որ դու գոլ ես եւ Աստվածաշնչի բանով քեզ պետք է փսխեն եւ այլն, կամ դու փորձում ես այս պայմաններում, երբ որ այսպիսի իրավիճակ է, քո հավասարակշռվածությունը, մի խոսքով դա ոչ մեկը այլևս չի ուզում։ Այնպես որ ես դա ամեն առիթով ասում եմ, որ այն լրագրությունը, որին ես հավատում եմ, որը ես դավանել եմ, մեռնում է կամ արդեն նույնիսկ մեռել է։ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի մի փոքր շարունակելով Աննայի խոսքը, մեռնում է բոլոր առումներով, այդ թվում նաև ցավոք սրտի գրագիտության առումով, այսինքն այդ հա, ես այդ օրինակայլի կրկին խոսում էինք, ես սկսել եմ այսպես մասնագիտական կյանքը 2004-2005 թվականից այդ նույն Ազատություն ռադիոկայանում, որտեղ Աննան էր իսրայելյան ու բազմաթիվ այլ հայտնի լրագրողներ, որոնցից մենք սովորում ենք, էլի իսկապես սովորում ենք ամեն ինչ։ Հիմա երբ որ ես ինքս այլևս որպես նաև գործատում ընդունում եմ աշխատանքի կամ հարցազրույցներ եմ անում, շատ դեպքերում ցավոք ասում եմ, որ հայերենի իմացությունը պարտադիր է, այսինքն նաև այդ տրամաբանությամբ է մեր մոտ շատ իջել, այսպես ասենք, հա, այդ նշածողը որպես այդպեսին։ Դե տեսեք, այն ինչ ասում եք, ես հասկանում եմ իհարկե, որովհետև չի կարող իրոք նման կարևորագույն հատկապես այնպիսի մի գործիք, ինչպիսի լրատվությունն է, որը որ հսկայական ազդեցություն կարող ունենա հասարակական գործընթացների տրամադրությունների վրա, բնական է, որ ինքը չի կարող այսպես ստիրիլ թող ներվի կույս վիճակում լինի ու լրագրություն հանուն լրագրության ինչ որ բաների մեջ լինի, բայց այնուհանդերձ կան խաղի կանոններ կամ գոնե այսպես ասենք գրված ու չգրված ստանդարտներ, որոնք որ ժամանակին եղել են։ Այսօրվա շատ ու շատ վերումներ ես համաձայն եմ, այսօրվա հասարակական քաղաքական իրավիճակով են պայմանավորվում, բայց բոլորս է հասկանում ենք, որ այս իրավիճակը ինչ որ մի օր հաղթահարվելու է։ Բայց դրանից հետո չի լինի, բայց հաղթահարվելու է։ Այս կամ այն ձևով, այս կամ այն չափով, վաղ թե ուշ, բայց ամբողջ ցավը երևի թե նրանում է, որ այն նեգատիվ երևույթները, որ այսօր մտել են այս դաշտ, պատճառները, որոնցով որ իրենք մտել են դաշտ, կարան հաղթահարվեն շատ հեշտ, բայց դրա հետևանքները շատ ավելի երկար կարան տևեն։ Ես ինչի եմ ասում։ Ինչ նեգատիվ երևույթներ նկատի ունեք։ Այն նեգատիվ երևույթ, երբ որ սրանից առաջել տարիներ առաջ էլ, ասենք 30 տարի առաջ, 20 տարի առաջ լրատվական դաշտում կային պարկեշտ լրագրողներ, ոչ պարկեշտ լրագրողներ, պրոֆեսիոնալներ, ոչ պրոֆեսիոնալներ։ Ես ձեզ հիշեցնեմ, կային ժամանակներ, երբ որ լրատվամիջոցները իրար հետ մրցակցում էին, եթե կարելի է այսպես ասել, թեմատիկ լրագրողներ ունենալու հանգամանքով։ Եվ ավելին ասեմ, կային լրագրողներ, ես եղել եմ պետական պաշտոնյա, եւ գիտեմ, որ կային լրագրողներ նույն առավոտում այնպեսի մեր, չէ, Ջեբեջ կրթության ոլորտի պատասխանատու։ Նայրան, որոնք որ մասնագիտանալով տարիներ շարունակ, մեկը կրթության, մեկը իրավական հարցերով, մեկը սոցիալական քաղաքականության եւ այլ հարցերով դարձել էին այդ ոլորտի ոչ միայն սովորական լրագրողներ,
այլև ինչ որ իմաստով փորձագետներ էին եւ ասենք գիտեմ որ պետական պաշտոնյաները շատ իրենց զգաստ էին զգում երբ որ այդ էջերի պատասխանատուները գալիս էին իրենց մոտ հարցազրույցի որովհետեւ պետք է հստակ պատրաստվեիր գիտեիր որ այդ լրագրողները ամեն ինչ գիտեն ցավոք սրտի դրա մասին այսօր խոսելը պրոբլեմատիկ է դարձել ինչի առումով նույն լրագրողը սպորտային ռեպորտաժը վարում, գնում քաղաքական հարցազրույց է վերցնում, հետո հոգևոր ծես է նկարագրում, մի օր կրթությունից է գրում, մի օր ֆուտբոլից, մի օր արտաքին քաղաքականությունից, մի օր գեոպոլիտիկայից եւ այլն։ Վերջում էլ հələ պաշտոնյա դառնալը ոչինչ։ Այսինքն այն երևույթները, որ այսօրվա հասարակության մեջ տեղի են ունենում, միանց արտացոլում ունեն լրատվական դաշտում, եւ վաղը եթե այդ որ բոլորը իրավացիորեն նշում եք, որ հասարակական երևույթները ազդել են լրատվության վրա։ Այդ հասարակական երևույթներն են հիմա ավելի շատ ազդում լրատվության վրա, թե ինքը լրատվությունը սկսել է ձևավորել նոր հասարակական մոդա։ Ուշադրություն դարձեք, դուք խոսում եք գրող լրագրողների մասին, բայց չեք տեսնում, որ փոխվել են իրավունքները, որ գնալով իմիջիալոց պակասում են իրոք գրող լրագրողները։ Եթե դուք նայեք հիմա լրատվամիջոցների մի զգալի մասի լրահոսը ուղղակի իրենց ամրացված այսպես կպած է իրենց YouTube-յան էջին եւ միջապես ուղղակի մենակ տեսանյութերն ամ մի փոքր տեքստ հավելելով տեքստի վրա աշխատող այ հիշատակեց Նարեկո ինքը ազատության Մաքս Լիբերթի այնտեղից է սկսել աշխատանք դաժանագույն մրցակցության պայմաններում էին մարդիկ անցնում հասնում այնտեղ հիմա երկրորդ կուրսի ամեն լրագրող ուսանող կարող ասի ես լրագրող եմ եւ պահանջարկը Էլդուսուս, որովհետև ըստ էության բանը իրոք հայերեն իմացությունը մի կողմ մարդը պետք որ միկրոֆոնը կպահի եւ ուղիղ եթերների ընթացքում օպերատորին կուղեկցի։ Հա, հեռախոսը ընդհանրապես բանի ուղիղ եթերների բանը դարձել լրագրողը որպես տեղեկություն փոխանցող, որպես միջնորդ, հա, լուրի եւ սպառողի միջև անհրաժեշտությունը մի քիչ վերաիմաստավորվել է, թե չասեմ կորերել է, որովհետև մարդիկ լրագրողի մատուցմամբ էլ արդեն շատ էլ կարիք չունեն ծանոթ լինելու թե ինչ է կատարում իրենց ուղիղ տեսանյութերը արդեն բավարար է գուցե այն պատճառով որ ընդհանրապես լրատվամիջոցների հանդեպ վստահությունն է բավական շատ ցածր մակարդակի վրա ինչին լավ ջուրեր այդ բանի խարույկի վրա լավ փայտեր է դնում նաև իշխանությունը հա բայց առանց հետ էլ մի բան չեր ասեմ գուցե այդ պատճառով գուցե իրոք մարդկանց լրատվություն ստանալու պահանջարկն է փոխվել Տեխնոլոգիաներն են տարբեր եկեք ֆիքսենք որ չգիտեմ 20-ից 20-25 տարի առաջ որևիցե հոդվածի հեղինակ դառնալու համար բավական տաժանակիր աշխատանքով պիտի անցնեիր եթե մասնավորապես վերաբերում չէ թեմատիկ նյութի ուսումնասիրություններ սպիկեր գտել որը սարսափելի մեծ խնդրեմ էր զուտ կոմունիկացիոն առումով Facebook Messenger չգիտեմ ես ինչև այլն չկար ինչ որ քաղաքային հեռախոսի համարով պիտի փորձեիր Երբ որ մանավանդ բջջայինները դեռևս որպես այդպեսի չկային էլ փորձեիր գտնել քո սպիկերին, նա դեռ պիտի համաձայնվեր, ինչ որ մեկնաբանություն տալու, այսինքն ինֆորմացիայի նկատմամբ հասանելիությունը որպես այդպեսի բավական դժվար էր, բայց դա բերում էր որակի, այսինքն որովհետեւ դու ինչ որ մի բան անելու համար բավական երկար պիտի աշխատեիր։ Հիմա այդպես է ստացվել, ես չեմ ուզում ասել դա լավ է թե վատ է, բայց էս է 21-րդ դարի 20-ական թվականների տրենդը այդպեսին է։ Ինֆորմացիան շատ հասանելի է, դու ամեն ինչ գրեթե ուղիղ եթերում տեսնում ես բառից բուն իմաստով, այսինքն բառի բուն իմաստով ամեն ինչ ուղիղ եթերով ընթանում է կառավարության նիստից խորհրդարանի միջանցքներից մինչև ջրհեղեղ պատերազմ, չգիտեմ, ամեն ինչ բառից բուն իմաստով մենք ուղիղ եթերում տեսնում ենք այս բանին։ Ու դա էլ նաև անշուշտ ազդում է, ես համաձայն եմ Տիկին Իսրայելյանի հետ, որ անշուշտ ազդում է լրագրության որակի վրա այն առումով, որ մրցակցությունը տեղեկությունը շուտ փոխանցելու, տեսանյութերը ավելի շուտ ներբեռնելու եւ այլն անշուշտ ազդում է որակի վրա, հա։ Նաեւ մահանում է ռեպորտաժային ժանրը, մասնավորապես on-line տիրույթում, այսինքն ինտերնետային համացանցային տիրույթում ռեպորտաժի ժանրը, տեսանյութային ռեպորտաժի ժանրը մահանում է, որովհետեւ ոչ մեկ այդքան ժամանակ չունի գնա մի հատ նկարի, այդ նկարածը բերի, հետո մոնտաժի, հետո տեսանյութ սարքի, տեսանյութը մատուցի, այն պարզ պատճառով մինչև դու դա անես, քո
պայմանական կոնկուրենտները, հա, դաշտի մրցակիցները 30 հատ տարբեր վիդեոներ կտեղադրեն այդ նույն թեմայով տարբեր սպիկերներից ու դու ուղղակի մրցունակ չես լինի դաշտում։ Եթե շատ պայմանական, հա, դասակարգենք այս մամուլի խնդիրները, որոնք կան եւ շատ են։ Մի մասը քաղաքական են, պատճառահետևանքային կապով ծագման, մյուս մասը մասնագիտական, որոնց մասին շատ երկար կարող ենք խոսել։ Երբ որ ես հաղորդման սկզբում խոսեցի քաղաքացիական հասարակության եւ մամուլի տարանջատման մասին, ես ի սկզբանե մտադրվել էի, որ հետո շարունակեմ, հա։ Նայեք 2018 թվականին տեղի ունեցած այդ իշխանափոխություն, հեղափոխություն անկախ անվանումներից հետո շատ եղան, չէ՞, գնահատականներ, որ դա ի թիվս բազմաթիվ այլ պատճառների նաեւ մեր լայն քաղաքական համակարգի դեգրադացիայի արդյունքն էր։ Եվ այդ դեգրադացիայում գուցե սուբյեկտիվ բան եմ ասում, գնահատականը պարտադիր չի որ ամբողջությամբ կիսեք, բայց քաղաքացիական հասարակությունը ամբողջության մեջ այդ հասարակական կազմակերպություններ, գրանտներով գործող կառույցներ, իրենք ինչ որ պահից եւ այդ պահը 18 թվականին չէր, իրենք իրենց ֆունկցիոնալ նշանակությունը կարծեք թե փոխել էին լինելով քաղաքացիական սեկտորի միավորներ, իրենք իրականացնում էին քաղաքական ֆունկցիաներ, որը դրա քարոզչությանը մասնակցելով, որը դրա ֆոնը ապահովելով, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ 2018-ից բավական առաջ եւ հատկապես 18-ի այդ բուրըն իրադարձություններում քաղաքացիական հասարակությունը որպես մեծ համակարգ ինքը աղճատվել էր ֆունկցիոնալ առումով։ Հարցս հետեւյալն է, այսօր մամուլը եւ մենք Նարեկի հետ էլ խոսում ենք միջև հաղորդումը, շատ հաճախ մենք տեսնում ենք, որ լրագրողները կարծեք քաղաքական պայքարի առաջի գծում են լավ, վատ, ինչպես Սպարտակը ասեց, պարկեշտ, անպարկեշտ, չէ, բայց ի վերջո շատ հաճախ նրանք սպասարկում են այդ օրակարգը այնպես, որ ֆունկցիոնալ առումով կարծեք իրենք ավելի քաղաքական ֆունկցիա են իրականացնում, քան շատ նոմինալ եւ ոչ նոմինալ ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Այս վտանգի մասին եմ ուզում խոսենք, որ մամուլի ֆունկցիոնալ դերակատարության փոփոխության վտանգ դուք տեսնում եք թե չէ, եւ գուցե դա վտանգ չի, գուցե հնարավորություն է, չգիտեմ։ Բայց այս դերի նշանակության վերափոխումը, որը կարծեք թե շատ տեսանելի է։ Եվ երկրորդ ասպեկտին, որ կուզեի անդրադառնանք, դա Աննայի նշած չեզոքության, անանաչառության, հա, կարևոր խնդրի մասին է։ Մի կողմից մամուլում առանձին լրատվամիջոցներում կան ամենատարբեր կանոնակարգեր, հա, ներքին կանոնակարգեր, կան միջազգային բազմաթիվ կոդեքսներ, հա, այսինքն կա, այսպես ասենք, կոդեքսային իմպերատիվ լրագրողների հանդեպ, որ պետք է լինել անաչառ։ Մյուս կողմից հասարակությանը մեղադրում են քաղաքացիական կեցվածք չունենալու մեջ, չէ՞, քաղաքացիական դիրքորոշում։ Հիմա այս սահմանագիծը իհարկե շատ բարակ է, շատ հաճախ շատ անտեսանելի, լրագրողից պահանջել միայն կոդեքսային նվիրվածություն ի հաշիվ քաղաքացիական դիրքորոշման երևի արդար չէ, ինչպես որ երևի սխալ է, որպեսզի լրագրողը ոտնահարի կանոնակարգային բուն մասնագիտական պահանջներին հետևելու այդ պարտավորությունը եւ հանդես գա միայն քաղաքացիական, չեմ էլ ասում քաղաքական, որտեղ քաղաքական դիրքորոշումը արդեն լրիվ ուրիշ տեղ է տանում։ Այս սահմանագծի մասին կուզեմ խոսենք, որ մենք շատ հաճախ տեսնում ենք ուղիղ եթերում։ Ես ըստ էության արդեն իսկ մի քիչ դրան անդրադարձա, ասացի, որ պահանջարկն է այդպեսին, ու ես դա կոնկրետ օրինակներով եմ տեսել որպես մի Հռիփսիմեն Ջեբեջյան, երբ որ դեռ առավոտում էր աշխատում, մի դեպք եղավ, երբ որ իրեն իր վրա ազգային ժողովում վիրավորանքներ տալով եւ իր հարազատների եւ լրատվամիջոցի հասցեին, որտեղ ինքը աշխատում էր ԿՊ-ի պատգամավորներ բանարել ու ես հետո այդ կատարվածից հետո Հռիփսիմեին ասեցի ապրես որ չէ իր պատասխանում, որտեվ ես օրինակ համոզում ունեմ, որ լրագրողը չպիտի մտնի բանավեճերի մեջ, բայց պետքա դուք լսեք, թե ես ինչքան քննադատություն եմ ստացել այն մասին, թե ինչ էր բերանը ջուր առած Հռիփսիմեն կանգնել, ինչի չէր պատասխանում իրեն։ Ասում եմ, բանից լրագրողից սկսել են պահանջել, որ դու պատասխանի, ցույց տուր, բան արա, վերաբերմունք ցույց տուր, հակադարձի, չի կարելի տենց լինի։ Ես
աշխարհն էլ շուր գա, ես այդպես չեմ մտածելու։ Ես չեմ կարծում, որ պետք է դու սկսես հետը մենք շատ ենք չէ տեսնում, որ ինչ որ նույնիսկ բամբարերով չեմ ուզում որևէ բազմաթիվ օրինակներ ունեմ աչքիս առաջ, բայց դրանց մասին չեմ ուզում հիմա խոսել, երբ որ սկսում են բան անել, հետը այսպես ասած կոպիտ ասած ռազմորկայի մեջ մտնել, էլի, ինձ դա դուր չի գալիս։ Ես այդ լրագրությունը չեմ սովորել եւ այդպես չեմ էլ ուզում աշխատեմ ու առավոտում երբեք տենց չեմ էլ թույլ տալիս, որքան էլ ասում եմ քննադատության ենք դրա արժանանում։ Քո խոսքի մեջ բաներ ահագինի շատ տակեցիր թե 2018-ից հետո ինչ փոխվեց էլի ոչինչ որ ես քո կառուցվածքը մի քիչ փոխեմ, որտեվ ինձ այնուամենայնիվ քաղաքականություն, քաղաքացիական հասարակություն այնտեղ པարզ է, սա ամեն ինչ լղոզվել է։ Դու ազատ ես ինչը ոնց ուզես շատ բարի եք Ինչպես մամուլը մայիսի 3-ին։ Տարին մեկ օր, հա։ 2018-ից հետո ինձ մի բաներ անհանգստացնում, որի մասին խմբագիրները անդադ հայտարարություններով բան էին անում, որ սկսել է իշխանությունը իր հարթակ տեսնել ավելի շատ սոցցանցերը, քան լրատվամիջոցները, հա։ Ու բանը, մենք անընդհատ դրա դեմ բողոքում էինք ու օրինակ 3 կառույցներ կան, որ ավանդաբար միշտ շատ լավ են հաղորդագրություններով, բայց խոսքը պաշտպանության նախարարության մասին, արտգործնախարարության մասին է, նախագահի աշխատակազմի մասին է։ Դուք ով որ գոնե մամուլի հետ գիտեք, որ այսօր մենք քանի հաղորդագրություն եք ստանում իրենցից։ Շատ քիչ երևի ես վիճակագրություն չունեմ, բայց պաշտպանությունից չէ, պաշտպանությունը եթե միջադեպեր են լինում, կարծեմ հաղորդում է, հաղորդա խոսքը ձեր մեյլին հաղորդացել։ Իրենց Facebook-յան էջին, այո, իրանք բավական ակտիվ են։ 0 Telegram, սոցիալական հարթակներ եւ այլն ոչ մի հաղորդագրություն եւ գոյություն չունի դա։ Սկզբում դրա դեմ անընդհատ բողոքում էին, նույնիսկ գործընկերներս մեկը հեգնեց, ասեց, բան, ահա եւ վերջ, ասած ձեր բանը ձին նայելով եկող առաջին շոկեքարշին էլի կամ չգիտեմ, իբր դուք հին եք եւ նոր պայմաններին չեք կարողանում համեմատ բան անել, նոր պայմաններում աշխատել։ Ես անընդհատ ասում եի, որ ժողովուրդ, ոչ մեկը չի ասում, որ դուք սոցիալական ցանցերը որպես հարթակ մի կողմ թողեք։ Բերում էի այն ժամանակ էլի Թրամփը նախագահ էր, ասում էի, տեսեք Թրամփը Twitter-ում ինչքան ակտիվ է իր սոցցանցերում, բայց դա չի նշանակում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը չպիտի իր գործը անի։ Մինչև ես պատահաբար իդեպ դա USAID-ի վերջին, այսպես ասած, միջոցառումն էր Հայաստանում, որին ես բախտ ունեցա մասնակցելու, իրանք խմբագիրների, լրագրողների եւ խոսնակների հանդիպում էին կազմակերպել ու փորձում էին դες ամեն առիթով եմ էլի այդ մասին խոսում, որ ժողովուրդ այսպես աշխատել չի կարելի։ Դուք բան ու խոսնակներից մեկը հնդածս, մեկի խոսմանի մեջ նետեց, դե ասեց լրատվամիջոցները այդ հեչ, այդ անցած դար արդեն։ Իրենք համարում են, որ մենք արդեն բան չենք, որևէ դերակատար չենք, անախրոնիզմ եք։ Այո, իրանք ավելի կարևորում են աշխատանքը սոցցանցերում, բանի միջոցով, բայց Աստված ոչ անի հանկարծ նույն լրատվամիջոցներից մեկը մի բան գրի, որ իրանց քիմքին հարմար չլինի։ Նույն մարդիկ, ովքեր ասում են դուք արդեն չկաք, ձեզ հետ աշխատանքը կարևոր չի, բան, տեսեք թե ինչ դիեզերական աղմուկ կբարձրացնեն։ Մենք բան ենք դարձել, տարարեժիմնի բան է, դա մնացուկ ենք դարձել։ Ես այդ բան քաղաքացիական հասարակություն, չեզոքություն թեմայով ոնց որ նշեցի Գարիկ, իսկապես այդ գիծը շատ նուրբ է։ Նորից ես պիտի հեղոմանեմ այն իրականությանը, որը որ այսօր կա ու վերջի լրագրողները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք ծնվել են դպրոց են գնացել, համալսարան են հույս ունեմ ավարտել, վերջը կյանքի կազմավորման ինչ-որ փուլեր են անցել, կյանքի կազմավորման ինչ-որ փուլերում իրենք նաև որոշակի, ինչպես նաև մենք բոլորս որոշակի արժեքներ ենք ունեցել։ Ու երբ որ գալիս է հասնում մի պահ, որ մեզ ուզում են ապացուցել ու բացատրել, որ այն ամեն ինչը, ինչով որ դուք ապրել եք, ինչին որ դուք հավատացել եք ու ինչը ձեզ համար թանկ է եղել, այդ ամեն ինչը այլևս գոյություն չունի, ոչ միայն գոյություն չունի, այլ նաև դեք ի սկզբանե կեղծ արժեքներ են եղել։ Դրական է մարդկանց մոտ անկախ նրանից լրագրող է թե քաղաքական գործ թե Պարս Հայաստանի քաղաքացի է, մարդկանց մի մասի մոտ, այսպես ասեմ, բոլորի վրա չպրոյեկտը, որոշակի ընդվզում է առաջացնում։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ լրագրողը պետք է անցնի հնարավոր բոլոր չափ ու սահմանները ու ասենք, չգիտեմ, օրինակ վիրավորանքով հարց ձևակերպի կամ պայմանական
օրինակ, ասենք իր սպիկերի հետ հարցազրույց վարի, հետո այդ հարցազրույցը դնի իր Facebook-յան հայեջում ու սկսի ձեռ առնելու գործընթացը։ Դա տարական էտիկետի եւ կենտրոնաբար նաեւ դաստիարակության հարց է, հա։ Բայց ես նաեւ չեմ կարող չհասկանալ այն մարդկանց, որոնք որ երբ որ տեսնում են թե ինչպիսի լեկտիվությամբ են իրենց պատասխանում ու այդ պատասխանի մեջ համելով անձնական վիրավորանքներով, իսկ այսօր իշխանական մանավանդ սպիկերների հետ ցանկացած բրիֆինգ, որ ես նայում եմ ուղիղ եթերում, որպես կանոն ավարտվում է վիրավորանքներով եւ անհատական այսպես հարցակումներով, թե լրագրողի նկատմամբ, թե զուտ խմբային առումով լրատվամիջոցների, նա ձեր տերը, ձեր էսը, այդ ամեն վարքյանվա կրկնվող բան է, թունավոր մթնոլորտը հենց իրենք են իրականում գեներացնում ու այստեղ երբ որ լրագրողը մեկ-մեկ չի դիմանում ու պատասխանում է, ես դրա մեջ սարսափելի բան իրականում չեմ տեսնում, եթե անշուշտ դա չափի նորից դաստիարակության ու էտիկետի տրամաբանության մեջ է, բայց կրկնում եմ էլի իրավիճակը նորմալ չի ու այս համաձայն եմ Սպարտակի ասացի հետ, որ անգամ երբ որ այս իրավիճակը քիչ թե շատ հանդարտվի, այն բոլոր side effect-ները, որոնք որ մենք ունեցել ենք, այս ընթացքում շատ երկար են շարունակվելու, որտեղ լրագրության ձևը, բովանդակությունն ու որակը որպես այդպեսին այն աստիճան է փոխվել, որ հետ դարձ դեպի այն լրագրությունն ինչի շատ սիրելի Աննա Իսրայելյանը ուզում է, դասական լրագրությունը ցավոք սրտի հնարավոր չի։ Միգուցե պետք է փորձել որակ հաղորդել այն վիճակին կամ այն տրենդին, որը հիմա գոյություն ունի, որտեղ սա անորակության է, իսկապես անորակության է բերում։ Նաև հազար ներողություն եմ խնդրում, սրան շատ նպաստում է նաև այսպես կոչված բլոգերային, TikTok-յան եւ մնացած այլ հարթակները, որոնք իրենք էլ մեծ հաշվով ինչ որ ինֆորմացիայի հայտնելու ֆունկցիա են կատարում, բայց չունենալով որևիցե սահմանափակումներ լրագրության էտիկետի առումով, ինչ որ պատկերացումների առումով, լրատվական քաղաքականության առումով շատ ավելի մեծ, այսպես լսարաններ են կարողանում ապահովել որոշ լրատվամիջոցներ, ու ես դա չեմ ասում բացարձակապես քավլիցի ինչ որ մեղադրանքով կամ ինչ որ բանով, իրենց քաղաքականություններն են սկսում մշակել այդ տրամաբանության մեջ այնուամենայնիվ։ Նարեկ հարց տամ էլի, օրինակ դեպքեր են եղել, երբ որ լրագրողը իրեն կշտամբող քաղաքական գործին հայոյանքով է պատասխանել, չեմ դրանք մեջ բերի։ Դեպքեր ա եղել, երբ որ էլի լրագրողին հարված եւ հարվածի արժանացել դրանից հետո։ Դեպքեր ա եղել, որ էլի հարվածի արժանացել լրագրողը, որը ասենք մեկի հասցեին բաներ արել, որ ինքը գործակալ է, հետո ասել էր ես իմ կարծիքն եմ ասել։ Քո լեզուն պատտվում է այդ լրագրողին պաշտպանել, ասել որ իր մասնագիտական գործունեությունն է։ Ես դրա համար ի սկզբանե ասացի։ Ասեմ իմը չի պատտվում։ Ես չեմ կարողանում։ Ես դրա համար ի սկզբանե ասացի, որ մենք խոսում ենք հլմիկում լրագրողական հմտությունները եւ մասնագիտական էթիկան։ Մենք խոսում ենք դաստիարակություն ստացած մարդկանց մասին։ Այսինքն պարզ չէ, որ եթե մեկը հայուում է ինչ որ թեկուս կշտամբանկի դիմաց լինելով լրագրող, ես չեմ կարող այդ մարդուն պաշտպանել։ Պարզ է, չէ, որ ասենք, չգիտեմ, եթե մեկը մյուսին գործակալ է անվանում, դեմքի լուրջ արտահայտությամբ ու դրանից հետո մի հատ մրթին է ուտում, ստեղ էլ ես չեմ կարող, իսկապես չեմ կարող ասել, որ դա բանա, դու իջնում ես միջանձնային հարաբերությունների մակարդակի։ Բայց էլի արի ասենք, որ բռնությունը չենք արդարացնում, բայց գիտեք, օքեյ, չենք արդարացնում, բայց ժամանակ առ ժամանակ լինում է, որ մարդկային նյարդերը տեղի են տալիս բոլոր առումներով։ Բայց եթե լրագրողը իրեն ոչ թե լրագրողի պես է պահում, այլ կներեք խուլիգանի պես, երևի այդքան էլ զարմանալի չի, երբ որ իրավունք չունի, հա, դե նաև ինքը իրավունք չունի, նաև դրանից հետո ակնկալել, որ իր խուլիգանական արարքը պետք է պաշտպանություն ստանա լրատվական հանրության կողմից, որովհետև ինքդ ես այդ ամեն ինչը արել եւ ինքդ էլ դրա տակից պետքա դուրս գաս։ Բայց առիթը բան չանեմ էլի, հանկարծ մեր գործընկերները չասենք առանց հետը շատ բաներ են, սլակներ են ուղվում լրագրողների կողմը, չասեմ մենք էլ ստեղ նստել ենք, էլի քննադատում ենք, ստեղ մի բան եմ ուզում հիշատակել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը այն օրը, որ էլի լրագրողները խոսում էր այն մասին, ասում էր տակը ինչ որ մեկնաբանություններ են գրվել, շատ առիթ էի բան գալիս, որ դա ասեի, որ ժողովուրդ ջան, երբ որ դուք մեզ դասեր եք տալիս, մի հատ ձեր օրինակով էլի այն լրատվամիջոցների օրինակով, որոնք դուք
հովանավորում եք, ցույց տվեք էլի այդ ձեր ասած բարձրարժեք կարգին լրագրությունը որն է, որտեղ դուք հովանավորում եք այն լրատվամիջոցներին, որոնք ատելության խոսք են տարածում արցախցիների հանդեպ։ Դուք հովանավորում եք այն լրատվամիջոցին, որոնք իրենց քաղաքական հակառակորդի դեմ փաստարկման անելու համար անչափահասի բռնաբարության տեսարան են ցույց տալիս տեսանյութը եւ իսկ այդ երախու երեսը չեն փակում։ Ձեր համար նպատակը արդարացրել է միջոցները։ Դուք զրպարտությունը դնում եք բանի, դուք մնացածներին դեռ իրավունք եք վերապահում դասեր տալ, թե ոնց է ճիշտ։ Մի հատ հələ ձեր օրինակով, մի հատ հələ ձեզ քննեք։ Ես 1980 ուզում եմ բանի, շարունակելով այս թեման, ուրեմն ես ավելի մեծ լկտիություն այն ինչ որ տեղի ունեցավ արցախցիների նկատմամբ այդ ու դա բանա քաղաքական այսպես մեյնսթրիմա, որ ամեն վարքյան շարունակում է, այդ մեկը մեր մոտ վրթովմունք առաջացած ինչու, որտեղ ուղիղ բռնության կոչի մասն է խոսքը, բայց քողարկված բռնության, քողարկված ատելության խոսքեր, այդ իշխանությունների կողմից հովանավորվող անգամ լրատվամիջոց լեզուց չի պատտվում ասի այդ էջերում կամ չգիտեմ, ինչ որ տան սոցցանցային ինչ որ բաներում, որոնք որ կան, սա հասկանում սա չի կարող հակադարձման չբերել։ Սա չի կարող հակադարձման չբերել նաև նույն լրատվամիջոցների կողմից, որոնք չեն կարողանում հասկանալ, էլի եմ ասում, մենք բոլորս վերջի այս երկրի մի մասն ենք կազմում, որ տեսնում ես, ասենք, ու մի հատ դրանից հետո վերամբարձ տոնով մի կոչեր են անում, մի այդպիսի հայտարարություններ են անում, որ դու գնացեք ինքնակարգավորվեք եւ այլն, ուրեմն ոնց ասեմ, բոլոր այն խոսույթը, որը որ կա իրենց մոտ, հա, եթե դա հանկարծ իրենց կողմից ոչ հովանավորվող լրատվամիջոցներից որից է մեկի մոտ ըններ, ես վստահեցնում եմ, որ մարդիկ ուղիղ կհայտնվեն կալանքում, ուղիղ անմիջապես եւ շատ արագ։ Ինչպես ասենք, մենք ունենում ենք բազմաթիվ հանրային հասարակական դեպքերով։ Ուստի դասեր տալուց առաջ թող մեզ գնան իրենց աղբանոցը վերանային, նոր հետո մեզ դասեր տան։ Ընդ որում հենց իր տեղակալի կողմից հովանավորվող լրատվամիջոցներ, այսինքն վարող։ Դա արի լրատվամիջոց չասենք, էլի աղբանոց բառը ավելի կլանա կիրառել է։ Դե տեսեք, մենք հիմա խոսում ենք ու ըստ էության հակասում ենք, ոչ թե հակասում ենք, այլ հերքում ենք այն հասկացությունը, որի մասին ես ամենասկզբում խոսեցի, հնարավորինս փորձելով հեգնանքի տարեր չմտցնել ասածից մեջ, որ լրատվամիջոցների չորրորդ իշխանություն, որպեսզի լրատվամիջոցը ընկալվի որպես չորրորդ իշխանություն, բավական չէ, էլի, որ ես հելնես ու հայտարարես ասած լրատվական դաշտը չորրորդ իշխանություն է։ Պետքա որ այն մյուս երեքն էլ ընդունեն, որ դու չորրորդ իշխանությունն ես։ Ինչի համար ես ասում։ Իրենք կարգին իշխանություն լինեն գներս։ Որովհետև տեսեք, տարիներ առաջ, երբ որ որևէ լրատվամիջոց ասում էր պետական կառավարման համակարգի որևէ օղակի պատասխանատու, ասում էր դուք այս ինչ հարցում սխալ եք արել։ Այն ժամանակ ես հակված էին կարել, որ ինքը չորրորդ իշխանություն է, որովհետև պետական պաշտոնյանն ասում էր սխալ չեք արել, ճիշտ ենք արել։ Երբ որ դու հիմնավորում էիր, որ ինքը սխալ էր արել, ինքը ասում էր, հա, սխալ ենք արել, բայց ու սկսում էր արդարանալ։ Հիմա դու պետական կառույցին ասում ես սխալ եք անում, ինքը չի ասում սխալ չենք անում, ճիշտ չենք անում, չի արտանում, ասում լավ եմ անում։ Դու ռուսական շպիոն ես։ Հա, շպիոնը եւ այլն մի կողմ, այսինքն լավ եմ անում, բայց քո տերը ու բազմակետ։ Չէ, ամբողջ խնդիրը ինչու՞մ է, որպեսզի դու այդ ֆունկցիան կատարես լրատվամիջոցներով, հասարակություններ պետք է լրատվամիջոցներին ընդունի նման դերակատարում անող։ Ես ինչի եմ գալի, օրվա կամ ցանկացած օրվա իշխանության պետական կառավարման համակարգի կարելի է քննարկել, քննադատել եւ այլն, բայց հասարակության մեջ կա պատվեր a անառչալ լրագրության, b ձեր ասած այդ կատեգորիաներով որ լրիվ ընդունում եմ, հասկանում եմ եւ այլն։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ մարդիկ լրատվամիջոցների միջոցով ուզում են լսեն ոչ թե այնինչ դուք որակյալ ուզում եք տակ իրանց, այդ որակյալ ծառայությունը մատուցեք իրանց, այլ իրանք ուզում են լսեն այն ինչ իրանք ուզում են լսել, իրանք չի հետաքրքրում դուք էթիկայով եք շարժվում, իրանք չի հետաքրքրում այն հին կանոնով, որ եթե մի կողմին լսել եք խմբագիր անպայման լրագրողին կասի երկրորդ կարծիք բեր, մի հատ երկրորդ կարծիք բեր, հələ գնա մի հատ հələ երրորդ կարծիք էլ բեր, փորձագիտական եւ այլն, հասարակությունը այդպես չի։
Մարդիկ ուզում են լսել այն ինչ իրանք եւ իրենք լսում են այն ինչ ուզում են լսել։ Տեսեք, առաջի հայացքից ասում ենք լատվական դաշտը աղբա եւ այլն, լատվական դաշտում ամեն կատեգորիայի ապրանք կա։ Ամենավատից մինչև ամենավորակյալը։ Նույն լուրի մասին բացեք, կարդացեք 10 տարբեր լրատվամիջոցների նյութ կամ ռեպորտաժ, ձեր մոտ տպավորություն կառաջանա, որ եթե այդ կադրերը փակեք, էկրան չլինի, ձեզ կթվա, որ 10 տարբեր իրադարձությունների մասին է, ոչ թե նույն իրադարձության 10 տարբեր մեկնաբանությունների մեջ։ Ես չեմ ուզում արդարացնեմ լրատվամիջոցներին, ես ասում եմ հասարակության կողմից անաչառ, ճշմարիտ, ազնիվ լրատվության հասարակական պատվեր չկա։ Ինչի ժամանակին կար։ Ես չգիտեմ ժամանակին կար թե չէ հասարակական պատվեր, բայց հասարակությունը հակված էր նայել նույն երևույթի մասին տարբեր տեսակետներ։ Մի անգամ չեմ հիշում ինչ հաղորդման ժամանակ էր, արդեն չեմ էլ հիշում ով էր ասեց։ Դու կարող ես մարդու հետ ցանկացած թեմայի հետ 5 րոպե զրուցես եւ հստակ ասես թե ինքը ինչ լրատվամիջոցից է քաղում իր ինֆորմացիան կամ ինչ YouTube-յան ասա ինչ ես կարդում, ասեմ ով ես դու։ Այսինքն այն հին արտահայտությունը որ ասում էին դու այն ես ինչ դու ուտում ես, դու այն ես ինչ դու լսում ես, հիմա կարելի ասել դու այն ես, այն ինչ դու համարում ես ճշմարիտ ինֆորմացիա։ Այստեղ Իմ ասած էս անդամ է։ Այստեղ ես համաձայն եմ ներողություն բանին, բայց մի կարևոր հանգամանք կա, էլի ժամանակի կրկին երբ որ հասանելիության լրջագույն խնդրեմ կար ինֆորմացիայի համացանց այդքան զարգացած չէր, մյուս չէ մարգինալ լրատվամիջոց չասեմ, մարգինալ լրատվության աղբյուրի գոյությունը եւ դրա հասանելիության հանրության համար գրեթե մինիմալի էր հասցված։ Եկեք հիշենք, հա, այս օրինակը կարծեմ մի անգամ անային է զանգել հարցնում ասում է, ասենք դեպքեր կային, երբ որ լրատվամիջոցը կամ թերթը անցնում էր էթիկայի մի այնպիսի հնարավոր չոր նկարներ էր տպում, չգիտեմ ինչ որ կոմպրոմատ եւ այլն, հա, ու դա անմիջապես ամբողջ դաշտի կողմից այնպիսի արձագանքի էր արժանանում, որ լրատվությունը փակվում էր որպես այդպիսի։ Ես օրինակ հիշում եմ ազատամտություն անունով մի աղ կար, որ առաջին անգամ ես օրինակ ինքս առաջին անգամ եմ տեսնում, որ տպագիր մամուլը կարա վերածվի այդպիսի աղբի, որտեղ անձնական վիրավորանքներ, ամենագրեհիկ մեկնաբանություններ մարդկանց մասին եւ այլն, բայց դա մարգինալ էր, հասկանում եք, ու այդ մարգինալությունը նաեւ որոշակիորեն շոկային էր դառնում դաշտի համար, բոլորը ընդվզում էին, ես ինչա կատարում, ես ինչա կատարվում։ Հիմա երբ որ դու մտնում ես Facebook, չգիտեմ, կամ Telegram կամ մյուս տեղերը ու կա քո ասածի պես ամենավորակյալից մինչև ամենաաղբը, ամեն մեկը իր ցանկացածը կարողանում է դրա մեջ գտնել։ Իր նմանության։ Իր կարողանում է գտնել։ Հետաքրքիր խոսեցիր այն մասին, որ այդ ազատամտության օրինակը բերեցիր։ Մենք հիմա ունենք մի բլոգեր Միացյալ Նահանգներից, որ այնպիսի լեքսիկոնով է անում իր հաղորդումն, անում էր, քանի դեռ Արդեն բլոգեր չի, քաղաքական կուսակցության ղեկավարը։ Ուղիղ աշխատանքային գաղութում չի։ Քանի դեռ չգիտեմ, ժամանակավորապես հիմա զրկված է բաներով, բայց պարզեց, որ երբ որ ինքը զրկվում է, նախ պարզեց, որ հայոյանք լսողների լսարանը այդքան մեծ է, ցանկանալ լսողների մեծ է, լսարանի ճշող մեծամասնությունը կանայք են պարզվում։ Եվ նաև պարզվեց, որ լիբերալ գործիչները անգամ իրենց կարող են թույլ տալ, երբ որ այդ մարդուն հանդես գալ պաշտպանությամբ, ասել՝ մի կողմ դա մեդիա տերոր է նշանակում, տերոր, տեսեք ինքը ինչ բան է, կոռուպցիոն բացահայտնում էր, այսինքն նաև այդ բանը չկա, որ այդ տեսակը պիտի մերժվի, եթե դու ոչ պիտի բանը հայոյանքը, իհարկե ես հասկանում եմ, որ շատ է իջել սանդղակը, մի օրինակ բերեմ, ուղղակի կառավարության հետ ազգային ժողովի վերջին հարց ու պատասխանի ժամանակ, որտեղ վարչապետի կողմից հնչում էին ընդհանբալ եւ այլ կարգի արտահայտություններ, մենք որ ընդհանրապես առավոտի վարքականոնում կա, որ մենք ազատ ենք բոլորի համար, բայց պիտի ձեր տեսակետը ասեք առանց բաների վիրավորանքների։ Հիմա հետո երբ որ օրինակ Աշոտյանը կամ մեկ ուրիշ էլի անձնական վիրավորանքներով պատասխանում է, ես ոչ մի իրավասություն չունեմ բանանելու դա չհրապարակելու, որտեղ ներողություն մենք երկրի առաջին դեմքի վիրավորանքներով բանը տվել ենք եւ դա եղել է մեր հարթակում ու մենք պատպարտավոր ենք մյուս բանի։ Չպիտի սանդղակը ասում եմ շատ իջել է եւ շատ բաներ, որոնք նախկինում թվում էր թե հնարավոր չի կարելի, հիմա կարելի է, թե էլի
ընկերներիցս մեկը ասում է, «Էդ ինչ է նշանակում, մոտավորապես նման է նրան, որ եթե Աստված չկա, որ ամեն ինչ կարելի է, ոչ դու պետքա քո էթիկական ստանդարտներին դնել, բայց տենց չի»։ Սանդղակը շատ իջել է, բայց այնուամենայնիվ ես վերջին հուսահատ կոչն եմ անում, որ ժողովուրդ բաները սեռական հայհոյանքներ, ծնող հայհոյող եւ չգիտեմ քեզ եսի ինչի տղա անվանող եւ այդ տեսակ բաները գոնե փոքրի շատ է իրենց հարգող իրենց լսարանող հարգող մարդիկը չպիտի կանգնեք ապաշտպանության ինչա թե երևի թե հույս ունեք իր ընտրազանգվածին կամ իր թափի բնացած բանին տեր դառնալու միջոցները սինդրոմն է ի հավելումն Անայի ասացին հասարակությունից գալով հասկանաց մենք բոլորս Երևանյան բակերում ենք մեծացել Երևանյան բակերի տրամաբանությունից ելնելով էլի երբ որ Երևանյան բակերից մեկում գիշերը ժամը 10-10:30 ու եւ ավելի ուշ մի քիչ բարձր ես խոսում երկու հատ էլ ոչ նորմատիվ բառ ես ասում անպայման բալկոնից գտնվի մեկը որ քեզ նկատողություն կանի ու խիստ նկատողություն կանի դա նորմալ է դա ճիշտ է աննորմալը այն է որ որպես կանոն վերջում պարզվում է որ այդ նկատողություն անողներից որոշները բոլորի մասին աշխուժ խոսքը իր կնոջ մոր անչափահաս երեխաների հետ միասին նստած նայում է այդ նույն անձնավորությանը, որի մասին մի քիչ առաջ մենք խոսում ենք։ Նայում է ոչինչ, բայց որ գնում քվեարկում է, այդ չէ, ներողություն եմ խնդրում։ Հա, իդեպ այդ մարդը Այս քո հարցի պատասխանն է, կա արդյոք անաչառ լրագրության պահանջարկ։ Ոչ։ Հա, իդեպ այդ մարդը կենտրոն համայնքում անցած 21 թվականի ընտրությունն ավելի շատ ձայնատար, քան Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը։ Իսկ սա ցուցանիշ է, ժողովուրդ, այդ ցուցանիշը պետք է ընդունենք ի գիտություն եւ առաջանցնենք։ Ուզում Սպարտակի ավելի վաղ ասացին անդրադառնալ, երբ որ ասում էր 4 իշխանության եզրույթի ու դերի հետ կապված։ Եթե չեմ սխալվում, ես իմ խոսքում ասացի, որ 4 իշխանությունը ավելի շատ վերնագրային գաղափար է կարծեք թե, քան իրականություն, ինչի որովհետև 4-րդ իշխանություն մամուլին գնահատականը տրվել է, հաշվի առնելով իշխանությանը վերահսկելու եւ հակակշռելու այն գործառույթը, որը մամուլը պիտի ունենա կամ անում է։ Երբ որ ես ասում եմ որ քաղաքական համակարգը դեգրադացված է, այսօր ավելի քան դեգրադացված է եւ ընդդիմությունը որպես այդպեսին այդ գործառույթը չի իրականացնում վերահսկողության եւ հակակշռելու։ Եվ կարծեք թե դա մնացել է միայն մամուլի ուսերին։ Բայց այստեղ կա ձևի ու բովանդակության հարց, որը մամուլը ըստ էության ազատ է, հա, դրսևորման առումով։ Ամեն ինչի մասին գրում են, ցույց են տալիս, ուղիղ եթերներ են անում, բայց դա որևէ արդյունքի չի հանգեցնում։ Ավարտեմ, ուղիղ եթերում մարդ են ծեծում, օրինակ, դա մամուլը որպես տեղեկատվություն փոխանցող ցույց է տալիս, չէ՞, բայց դա որևէ հետևանք չի ունենում եւ տասնյակ դեպքեր դուք կբերեք։ Ուզում եի հարց տալ, չէի խոսելու երկար։ Ուզում եի հարցնել, որ օրինակ Անիֆի չարաշահումների մասին հենց այն լրատվամիջոցը, որ դու ես ներկայացնում, քանի անգամ էր գրել, ինչ բանի հասավ դրանից հետո եւ նաեւ էլի այլ լրատվամիջոցներ կան, բայց այդ թվում նաեւ 168 ժամը։ Հիմա տեսնում ենք Անիֆի շուրջը կատարել։ Եթե դուք իրապես դու ուզում ես որ մամուլի հսկող շուն լինելու գործառույթը կատարվի վերահսկողի եւ այլն, պիտի որ այդ հրապարակումները այն ժամանակ արժանանային, բայց ինչ եղավ հետո։ Այն ժամանակ Անիֆի գլխավոր ֆիգուրանտը դատի տվեց 168 ժամին, դա եղավ։ Նկատի ունեմ, որ կա չերևացող թաքնված կապ մամուլի տեսանելի աղմկոտ գործունեության եւ դրա դիսֆունկցիայի մեջ, որի շահառուն իշխանությունն է, որովհետև այդ թվացial ազատությունը գնում է այդ զեկույցներում հայտնվում եւ իշխանությունը գլուխագովում, որ մենք հայտնվել ենք 34-րդ տեղում։ Նկատի ունեմ, որ մամուլը գրում է, ցույց է տալիս, քննադատում է եւ այլ, բայց դա որևէ առարկայական արդյունքի չի հանգեցնում, ինչը բերում է նրան, որ մամուլի 4-րդ իշխանության դերը 4-րդ իշխանական կալում դուք առնիք։ Չէ, օրինակ մոդելները, որոնց մենք հղում ենք անում, որում մամուլը ֆունկցիոնալ է, չէ, օրինակ գրում ենք աշխարհակերության որևէ դեպքի մասին, հետևանքներ է ունենում։ Ասենք նկատողությունից միջև որքան զարգացած է ժողովրդավարությունը, այսպես ասած, միջև պաշտոնյայի պաշտոնանկություն։
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ որ Pravda-ն գրում էր ու անմիջապես Pravda-ի մասին չի Pravda-ն է, չէ, լավ, հիմա էլ տեսնում ենք մեր հրապարակումները ի վերջո ինչ որ ուշացումով, տեսեք, որ ուրբաթ օրը ազգային ժողովի նիստում արդեն դատախազը ինչ որ ակնարկներ արեց, որ կարող է Անիֆի հետ կապված քրեական պատասխանատվության հարց կա։ Ըստ էության հիմա էլ կարող է մամուլի հրապարակումները կամ չգիտեմ, դրանց հիման վրա արված հետաքննությունները կարող են ինչ որ արդյունք ունենալ, օգտագործեմ այն բառը, որ դու ասացիր, քաղաքական նպատակահարմարության դեպքում։ Այ գլխավոր արտահայտությունը քաղաքական նպատակահարմարությունն է, այսինքն ստեղ մենք գործ չունենք նրա հետ, որ իշխանությունը բարի մղումներով մամուլին դիտարկում է որպես իր թևերից մեկ, ոչ թե թևերի։ Մենք անգամ գործընկերներ էլ չենք, ուր թե մնաց այլևս։ Ավելին իմ կարծիքով իշխանությունը դասակարգային թշնամի է անկալում հաշվի առնելով այն հանգամանքը Գարնիկ ջան, որ այսօրվա իշխանության մեջ են գտնվում մամուլի, այսպես կամ դրա զանգվածային լրացված երկրի վարչապետից ավարտած բազմաթիվ պատգամավորներով նաև մարդիկ, որոնք աշխատել են զանգվածային լրատվամիջոցներում ու իրենք նաև այդ իրենց աշխատանքային փորձն են կիրառում այսօրվա մամուլին թշնամի համար։ Ուշադրություն դարձեք, ես ենթադրում եմ մանան ինձ ավելի շուտ կասի, բայց այդ բանը ռուսերեն տრავլյաբար, այսինքն թունավորումը, կոնկրետ լրագրողի թիրախավորումը եւ բանը, այսպես իր նկատմամբ այդ ամբողջ քարոզչական ոնց ասեմ, աշխատանքը, հա, հակաքարոզչությունը երևի թե 2018 թվականից հետո Հայաստանում սկսվեց զանգվածային առումով, այսինքն բազմաթիվ են դեպքերը, որ լրագրողը ոչ հարմար հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին օրինակի համար ու սկսում է իշխանությունը պաշտպանվել ոչ թե այդ ոչ հարմար հարցի տրամաբանությունից արդյոք սա կոռեկտ է թե կոռեկտ չէ, նայեք տեսեք թե իրենց սուն կայքերը, որոնք ունեն իդեպ տասնյակ հազարավոր հետևորդներ, որովհետև այդ տեխնոլոգիաները իրենք կարողանում են տիրապետել համաձայն Facebook-ում հիմնականում եւ այլն, ոնց են անձնապես թիրախավորում այդ լրագրողին, ընտանիքի նկարները հանում, մյուսը հանում եւ այլն։ Ասածս այն է, որ իշխանությունը միտումնավոր կարողանում է եւ կարողանում է հասնել դրան, որ դասական լրատվամիջոցների խոսքի ազդեցությունը հասարակության շրջանում մի քանի level-ով փորձ սկսել է իջեցնել, ինչը նաև իրեն հնարավորություն է տալիս այդ նույն կոռուպցիոն սխեմաներով, մյուսով կամ կաշառակերության կամ որևիցե սկանդալային դեպքով նյութի հրապարակումը չունենա հետևանքներ, որովհետև չկա այդ հանրային պահանջը, չկա այդ աղմուկը, չկա այդ սպասելիքը հանրության կողմից, որ ասենք պայմանական առավոտ ինչ-որ բան գրում է կամ 24-ը կամ 168-ը, դրա հետևանքով պետք է լինի այդ investigation ասված է, մյուսը եւ այլն։ Հասարակությունը չի սպասում այդ ամեն ինչին, որովհետև իրենք կարողացել են բոլորին կպցնել անուններ, չգիտեմ, մեկը ռուսական պրոպագանդիստա, մեկը 5-րդ շարասյունն է, մեկը Սերժա Քոչարյանական է, մեկը ես շատ եմ անում, ինչա եւ այլն եւ այլն։ Սա է բերում նաեւ իմ կարծիքով դրան։ Իդեպ կներես, այդ ֆունկցիան ինչ որ չափով էլի քաղաքական նպատակահարմարությամբ դրվել էր ժամանակին այդ քո ասած ամերիկյան բլոգերի վրա, չէ՞, ես տեղյակ չեմ կոնկրետ դեպքերով, բայց շատ եմ լսել, որ օրինակ այս ինչ թաղապետարանի վարչության պետի մասին էս ինչ բանն ասեց, վաղը գործից ազատեցին կամ այդ հարցը լուծվեց։ Ինքը մամուլի այդ ֆունկցիայի շատ գրեհիկացված արտահայտությունն է։ Հա, այսինքն խրախուսվել է առաջի հերթին իշխանության կողմից, որպեսզի այդ watchdog-ի վերահսկող շան ֆունկցիան գնա այնտեղ, որը նորմատիվային չի եւ որը իշխանության համար չունի այն ինստիտուցիոնալ վտանգը, որը ունի դասական մամուլը։ Միջանկյալ մի բան ասեմ, որ ավելի հետ մեր թեմայի հետ կապված, որ խոսում է իրեն մասին, որ ժանրերը ռեպորտաժի ժանրը մեռնել, ես կասեի, որ հետաքննության ժանրն էլ կմեռներ, եթե իդեպ ստեղ դրական պետք է խոսել, եթե չլինեին այդ դրամաշնորհները, որովհետև որևէ այլ պարագայում որևէ լրատվամիջոց չունի այն շքեղությունը, որ մի լրագրողի ազատի իր 3 ամիս գնացան զբաղվել, այս ամռումով դրական բան պիտի։ Այդ ամեն ինչը ընդունելով հանդերձ, իհարկե մենք այս բացասական երևույթների վրա շատ կարող ենք կենտրոնանալ, ինչ կան օրինակներ բերենք, թեման չենք սպառել, բայց ես ուզում եմ մի դրական միտումի մասին էլ խոսել, որ կամ էլ լրատվական դաշտում։ Տեսեք, կար մի ժամանակ, երբ ասում էին, որ լրատվամիջոցները դրանք հասարակության հայլին են, այսինքն լրատվամիջոցները արտացոլում էին, ինչ հասարակության մեջ տեղի ունենում։ Բայց վերջի տարիներին ես հակառակ պրոցեսներ եմ նկատում։ Շատ ու շատ ուղղություններով շատ ու շատ լրատվամիջոցների պարագայում շատ ասելով հսկայական թիվի նկատի չունեմ, էլի մատների վրա հաշված, բայց Հայաստանի պարագայում մեծ էլ է շատ ու շատ լրատվամիջոցներ երբեմն շատ ավելի առաջ են գնացած
հասարակական քաղաքական շատ ու շատ թեմաների մշակման իմաստով, քան են հասարակական ինստիտուտները, որոնք որ տվյալ պետության մեջ պետք է այսպես ասենք, ի պաշտոնե դառնալուց զբաղված լինեին։ Ի նկատի ունեմ այն ժանրը, որը որ մի քանի տարի է մտել հայաստանյան լրատվամիջոցների մոտ, այդ ոդկասթներն են կամ քննարկման այս հաղորդման նման հաղորդումներ, որ հիմա ամեն մի իրեն հարգող լրատվամիջոցը անում է, էլ չեմ ասում, որ ամեն մի իրան հարգող լրագրող, ասես մի հատ պատի մոտ ֆոնի վրա դնում է, այն սելֆի պալեչկաներով դնում։ Այդ իրան հարգողը չէ, իրան սիրող լրատվամիջոց։ Սիրող եւ պաշտող։ Մի հատ սիրուն այնց կիսա մթնշաղային լույսա գցում ու սկսում է սովորական հարցազրույցն անել, բայց անունը դնում են ոդկասթ։ Ոդկասթը հարցազրույց չէ՞ էլի։ Հա, բայց այնուհանդերձ կան հաջողված հաղորդումներ, այդ ես այդ բացասական բանի վրա այդքան շատ չեմ կետանում, դա հին հայկական բարի սովորույթ է, եթե մեկը բացում է Վարշավյանոց ու հաջողալնում, հանրապետության կեսը Վարշավյանոց է բացում։ Մեկը եթե բացում է կոշիկա լավ կարում, հանրապետության կեսը սկսում է կոշիկ կարել։ Մեկը, չգիտեմ, լավ զգեստ է կարում, ամբողջ հանրապետությունը Թվարկումը դագաղագործներին չհասցնես։ Այսինքն այդ մոդայի տուրք տալու զատ կան շատ նմանատիպ հաղորդումներ, որտեղ որ քննարկում են իրոք խորքային թեմաներ։ Էլ չասած, որ հյուրերն էլ են նույնը, մի հյուրը ստեղից վազում է հանդեղ եւ Համաձայն եմ, համաձայն։ Դա ասացապետի այդ բանի մեջ մենք եկանք ռուտինայի ամբողջ խնդիրը ինչու՞մ է, որ հյուրը միտեղից միտեղ է վազում, որովհետև ցավոք սրտի մենք սիրում ենք ասել, որ մենք մեկ շնչին ընկնող միջազգայնագետների, սպորտագետների, երաժշտագետների, փիլիսոփաների եւ այլն բաներով Հայաստանում բոլոր ռեկորդները խփել ենք։ Այս երկրում ոչ միայն 3 միլիոն վարչապետ կա, այս երկրում 4 միլիոն, 3 միլիոնանոց բնակչության երկրում 4 միլիոնատ միջազգայնագետ կա եւ մնացած ամեն ինչի մասնագետ կա։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը հետեւյալն է. տարբեր ֆորմատի, տարբեր հարթակներում կան ոչ թե այդ առօրյական ինքը էս ասեց այն մեկը այն պատասխանեց եւ այլն այդ ոչ նմանատիպ երևույթներ, այլ խորքային խնդիրներ քննարկող հաղորդումներ։ Բնական է, որ այդ հաղորդումների դիտումները 10, 20, 50 անգամ ավելի պետքա քիչ լինեն, քան այն շոուները, այդ հասկանալի է, բայց շատ ու շատ հարցերի հետ կապված գաղափարներ ու առաջարկներ կան ու եթե մարդ չալարի նստի մի քանի հաղորդումներ այդ ոդկասթային հիմա իր համար առանձնասի ու թուղթ ու գրիչով նստի ամեն հաղորդումից 2-3 նախադասություն կարող է քաղել թե Դու ումից ես դա ակնկալում, որ դա պիտի անի որոշում կայացնողները, հա, լուրջ։ Այ, տես ես հենց դրան եմ գալիս։ Տեսեք ինչ է առաջանում, այդ ոդկասթերը եւ այլն այդ մտքի աշխատանք, պրոդուկցիա, արտադրող լրատվամիջոցները անում են այդ աշխատանքը, այն որ իշխանությունը դեռ ուշադրություն չի դարձնում, հասկանալի է։ Այն որ մարդիկ, ովքեր որ հավակնում են փոխարինել այս իշխանությանը, իրանք էլ չեն կարդում մեծել նյութեր, իրանց այդ հետաքրքիր չի։ Հանրությունը ասում է, այս խնդիրները լուծում չունեն, շատ ժամանակ եմ լսել։ Այն պարագայում, երբ որ տարբեր ոդկասթերով ես լսել եմ այդ անլուծելի թվացող խնդրի լուծման 3-4 իրատեսական եւ արդյունավետ առաջարկներ։ Այսինքն ինչի համար եմ սա ասում, հասարակության մեջ կան խնդիրներ, որոնց լուծումները քաղաքական դաշտում չկան, բայց այդպես որ լրատվական դաշտում կան։ Այդ նույն լրատվական դաշտին պաշտպանելու համար ասեմ այն ժամանակ, երբ որ գործող իշխանության վարկանիշը 90 եւ պլյուս էր, շատ ու շատ մարդիկ, ովքեր այսօր առիթով ու անառիթով քաղաքական բաներ ճաճանչապալ ելույթներ են ունենում, ուզում եմ հիշեցնել, էլի, ծպտունները չէր ելնում։ Այն ժամանակ մեծ լրատվամիջոցները պատնեշի վրա էին։ Լրատվամիջոցները պահում էին այդ դաշտը, այլընտրանքային ինֆորմացիա մատուցելու գոյություններ վարվող քաղաքականության բացերի մասին խոսելու եւ այլների մասին։ Ես այս ամեն ինչը ասեցի այն բանի համար, որ չառաջանա մի հատ տպավորություն, որ լրատվամիջոցները ձեռիակեր բամբասիչների մի հատ ինչ-որ մի հատ հավաքածու են, հələ մի բան է բողոքում են եւ իրանց հայում են։ Ուզում եմ ասել, որ լրատվամիջոցները նաեւ այդ պրոդուկցիան են տալիս, բայց ինքս վերադառնալով իմ իսկ ասացին, հանրության մեջ այդ պրոդուկցիայի պատվեր ակնկալիք չկա ոչինչ, բայց
այն ինստիտուտները, որոնք որ ի սկզբանե կոչված են նման product արտադրել, իրանց կողմից է հետաքրքրություն չկա։ Բայց քո կարծիքով հիմա ինչ կարող է անել լրագրողը, որ չի կարող անել արհեստական բանականությունը։ Արի մի հատ թվարկի էլի։ Հասկացա, որ ռեպորտաժ կարող է անի, վերլուծություն նույնպես էլ Գործնականում ամեն ինչ կարող է, երևի բացի իրեն հայոյող պաշտոնյային համարժեք հայոյելուց։ Չէ, այլ բաներ էլ կան։ Չէ, բան կտաս հրա։ Եթե մենք տանում ենք հարցը տեխնիկական տիրույթ, իսկ արհեստական բանական տեխնիկական չէ, ես ուզում եմ ասեմ, որ այս ինչ որ բանա փոխվել եւ դա բերելու է նաեւ մամուլում փոփոխությունների, վստահաբար բերելու է եւ արդեն բերել է աշխարհում։ Պարզ սղագրող հենա տեսնում ես արդեն քանի ծրագիր կա, որ ձայնից բանա տեքստա սարքում, վիդեոից էլա տեքստ սարքում։ Եթե դու ուղղակի ուզում ես սղագրել ինֆորմացիա անել, վերջ դու տեղ աշխատանք ուզես լրագրող։ Ես փորձեմ եթե հարցը ինձ էր ուղղված, փորձեմ պատասխանել, ընդ որում չլինելով արհեստական։ Քեզ ուղղեցի, բայց քեզ էր ուղղված։ Շնորհակալություն։ Հիմա արհեստական բանականությունը մոդա է, շատ այդ մասի որ հարցնում ես երևի ես ինքը կրթվելը, ես կրթվելը մոդա է, մտածելը ոչ։ Գիտեմ, եթե ինչ-որ բան մոդա է, ինքը ինչ-որ ռուպայի դաշտ։ Ես ասեմ, արհեստական բանականությամբ ես շատ բարձր գնահատելով դրա տեխնիկական հնարավորությունները, ի տարբերություն շատ-շատերի այնքան տոգորված եւ ոգևորված չեմ, ինչքան այդ մոդային հետևողները, գուցե ես հետամնացեմ, բայց չօգտագործելով իրեն հիմնականում փորձեմ ասեմ այն ինչ կարող է անել լրագրողը այս պայմաններում։ Իմ կարծիքով լրագրողը կարող է այնուամենայնիվ սահմանել այն առաջնահերթությունները, որ այդ ինֆորմացիայի այսօրվա անսահմանափակ քանակությունից, որի մեծ մասը աղբ է եւ որի մյուս մեծ մասը աղմուկ է, լրագրողը կարող է ֆիլտրել եւ որպես առաջնահերթություններ մատուցել այդ product-ը։ Ես քիչ առաջ որ խոսում ենք, հիշեցի մեր մի քանի հաղորդում առաջ մենք խոսում ենք գրականության մասին եւ Տիգրան Պասկևիչյանն էր մեր հյուրը եւ Հարութ Կբեյան շատ հետաքրքիր քննարկում էր եւ այնտեղ գրականության այսօրվա վիճակը վերլուծելիս չեմ հիշում հյուրերից ով ասեց, հետո ծավալվեց թեման, իրենք խոսեցին նախկինի հետ համեմատությամբ այսօրվա գրականության պարագայում ֆիլտրերի բացակայության մասին։ Կարծեմ Տիգրանն էր օրինակը բերում, թե ինչպես էր նյութը հեղինակից միջև գարունում հրատարակվելու այդ ճանապարհը անցնում, հա, բազմաթիվ խողովակներով։ Հիմա նույնը առանձնահատկությունները հաշվի առնելով նաև մամուլումը, չէ, գրեթե ֆիլտրացիա չի անցնում լրագրողից հրապարակում գնացող ինֆորմացիան, չէ, մենք որ աշխատել ենք տպագիր մամուլում նույնիսկ բաներ կային, չէ, պաշտոններ կային, բացի խմբագրից փոխխմբագրեր, պատասխանատու քարտուղար, ոճաբան, Սպարտակը, որ հիշեց էջերի պատասխանատուներ, սրանք այսօր ինչ որ մնացուկներ են թվում, ինչպես Նարեկը ասեց, բայց դրանք հենց այդ ֆիլտրերն էին, որոնք ուղակի այն ժամանակ դիկտաֆոն բռնող, այսօր հեռախոս բռնող ուղակի երիտասարդ մեկի այդ պահի product-ը, հա, այնքան էր ֆիլտրում, իջև դա դառնում էր արտադրանք, որը կարելի էր հասարակությանը ներկայացնել եւ քո նշած մասնագիտական կանոնները հաշվի առնելով եւ մնացած չափանիշները հաշվի առնելով։ Իսկ այսօր մենք ըստ էության մեր ընթերցողը, հեռուստադիտողը, լսողը սպառում է մեդիա արտադրանք, որը գրեթե որևէ չափանիշի չի համապատասխանում։ Այս Սպարտակի ասածը շարունակելով, որտեղ ինքը շատ հետաքրքիր։ Բայց եթե կներես, եթե դու այդ հարցի պատասխանը ունես, խնդրում եմ դու ասա։ Լրագրողը ինչ կարող է անել։ Չէ, կարող է։ Ես ունեմ, բայց չեմ ասի։ Կարող է, то հենց Սպարտակի ասած հենց դրամաբանության մեջ է։ Այստեղ լրագրողի խնդիրը չի այդքան, ինչքան հարթակի խնդիրն է, որովհետև ու խնդիրը հենց այն չի, որ ինքը լրագրողը հրապարակը խոսով է լուծում, միգուցե բոլորը միասին է, որովհետև այդպես ստացվում է մեկու մեջ։ Իրականում մեր այդ հիմնական խորքային խնդիրներից մեկը, որը այսօր կա եւ համեստ կարծիքով ինքը ամենախորքայինն է, անվտանգայինից, տնտեսականից, մյուսից բացի, այսպես ասած ինքնության ճգնաժամի խնդիրն է, որ մենք ունենք այսօր, ու այստեղ իսկապես շատ կարևոր է հենց այդ հաղորդումների տրամաբանությունը, ինչի մասին խոսեց քիչ առաջ պարոն Սեյանը, որովհետև
20 թվականի այս ողբերգությունից ու 23 թվականի ավելի մեծ ողբերգությունից հետո այն միավորող ասեմ համակարգը, որ գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայ ժողովրդի շրջանում, ես չեմ ասում դա իրական չէ, մի տեղ կարող է պսևդո էր, տեղ կարող է իսկապես իրական էր, բայց համենայն դեպս Ամասիայից մինչև Մեղրի մարդիկ ինչ որ միավորման համակարգ ունեին, Արցախ, անվտանգություն, բանակ, ինչ որ կարմիր գծեր ունեին ու լրագրողները այդ կարմիր գծեր ունեին, երբ որ խոսում էին, ասենք, բանակի մասին, օրինակ չգիտեմ, ավելի այսպես զգուշ էին խոսում անվտանգության մասին, ավելի զգուշ էին խոսում, այդ ամեն ինչը մեզ միավորում էր անկախ մեր մասնագիտություններից։ Այսօր այս ընթացող ողբերգություններից հետո, բացի յան ազգանունից ու ընդհանուր լեզվի եւ ենթադրաբար հավատի, որովհետեւ այդտեղ էլ բացառություններ կան, բացի մեզ միավորող ոչինչ իմ կարծիքով գոյություն չունի։ Ու այդ միավորման բանաձևը, թե ինչ նոր արժեքների շուրջ մենք կարող ենք միավորվել որպես սոցիում, այստեղ լրագրող, այստեղ արհեստական ինտելեկտը շատ դժվարանալու է տալ, որովհետև մենք ինքներս մենք պիտի փորձենք այդ բանաձևը գտնել, ու այստեղ այդ հենց Սպարտակի ասած հաղորդումները, որը պրպտելու, քննարկելու, մտածելու, լուծումներ գտնելու, լուծումներ առաջարկելու մասին է իսկապես շատ կարևոր է, այլ հարց է, որ դրա այսպես կիրառելիությունը պահանջված չի իշխանության կողմից չեն քննարկում, այդ իսկ որովհետև իրենք առաջարկում են իրենց միավորման բանաձևը, որը ինձ համար որպես մարդու, որը փոքր ժամանակվանից լավի ու չարի, վատի ու բարու մասին ինչ որ պատկերացումներ ունեցել, որը նշի, որ ես մենակ եղեմ, բոլորս ունեցել ենք, էլի, ասենք, չգիտեմ, չէր կարելի, ասենք, չգիտեմ, աղջիկներին նեղացնել, ասենք, օրինակի համար եմ ասում, տարեց մարդուն, որ տեսնում ես, պիտի ասենք մարշրուտկայում տեղը ձիջեիր օրինակի համար։ Հիմա չի կարելի նեղացնել, բայց հա, իրանց միավորման այն ինչ որ մենք պատկերացնում ենք, որ վատն է, оказывается լավն է, այն ինչ որ պատկերացնում ենք, որ լավն է, оказывается վատն է։ Այսինքն, ստեղ դա չեմ քննարկում այս դաշտում։ Վատը այն է, որ այն մյուս դաշտում էլ առանձնապես դրա ցանկությունը չկա, պոլեմիկան ընթանում է այդ դավաճան դու ես շունշանորդի եւ այլն տրամաբանության մեջ։ Այստեղ հենց այստեղ լրատվամիջոցների դերակատարությունը իսկապես կարևոր է, որովհետեւ եթե մենք կարողանում ենք գտնել մարդկանց, որոնց հետ կարողանում ենք մտածել ու բարձրաձայն մտածել, սա ինչ որ լուծում է, որովհետև մենք բոլորս անընդհատ մտածում ենք լուծումների մասին, լավ, ինչ անենք, որ այսպես չլինի։ Այստեղ արհեստական բանականությունը կարծես թե մեզ այդքան էլ չի օգնի։ Իդեպ մի հանգամանք էլ կար, որ կուզենայի դրա մասին խոսեինք, լրատվամիջոցներին ուղղված ավանդական մեղադրանքներից մեկն էլ նա, որ մենք շատ ենք նեգատիվի վրա, հա, կենտրոնանում, հատկապես բացասական լուրեր ենք տալիս, որ շատ մարդիկ ովքեր ուզում են բան անեն, էլի, որ դրանք ավելի լավ են վաճառում, մենք շատ ենք էմոցիաների վրա խաղում եւ այլն, որ փորձելով դրանից դիտումներ, բան կա, չէ, պիտի ասես որ այդպես է, բայց կարծում եմ նաև պիտի համաձայնես հետս, որ ամեն լրատվամիջոց, որ այո, տալիս է այդ բացասական լուրերը, նաև հավասար ցանկ, որ մեկի մասին ուզում ես ասել, ես անմիջապես դրանց լրահոսում կգտնեմ եւ մշակույթի հետ կապված հետաքրքիր մի հատ փակ շղթա է ստեղծվել։ Մի կողմից մարդիկ ասում են, չեն կարդում, որովհետեւ դուք ամեն ինչ սևացնում եք իրականությունը, հոգնել ենք, մենք ես նեգատիվից ուզում ենք փախնել, հա, իրականությունից հրկվել։ Եվ երբ որ լինում է նորմալ բանալ, դու ասացիր, քիչ դիտումներ ա լինում, բան լսարան ա ունենում եւ բայց դա մաթեմատիկորեն հաշվարկված եւ ապացուցված է եւ սոցցանցերից ամենամեծի ալգորիթմի հիմքում հենց դա է դրված, որ բացասական տեղեկատվությունը բազմապատիկ ավելի շատ ամենատարբեր ռեակցիաներ եւ արդյունքում ներգրավվածություն է առաջացնում, քան դրականը։ Դրա համար են դատական գործեր կան միջև հիմա, թե այդ ալգորիթմի պատճառով ինչի են բացասական այդ թվում կեղծ նաև տեղեկություններ։ Եթե ժամանակ ունենք, ես մի ալգորիթմի հետ մեր փորձի հետ կապված մի բան պատմեմ, հա, շատ արագ։ Ուրեմն մի շրջան եղավ, որ առավոտի Facebook-յան էջը տեսանք, որ նյութերը ուղղակի չեն հասնում բաներին։ Էլ ինչ ասես չմտածեցինք, որ հա երևի ինչ որ բան ստվերային բան արգելափակման հետևանք է, հետո Հայաստանում ինչքան տեղեկատվական բանի ոլորտի մասնագետներ կա, բոլորին բաների տվել է նայում էին ու ոչ մեկ չէր հասկանում թե ինչի մեր լուրերը չեն հասնում ու շատ քիչ բան ունեն մաչելիություն, հա ոնց պիտի ասել, ոնց հասանելիություն։ Սամվելը Մարտիրոսյանն ասես լսի, ինչ որ մի հատ sense X կետ կա, որից հետո ձեր մոտ այս sense բանա կա։
փորձի հիշել, թե դու այդ օրը ինչ ես արել։ Հաց ուտելուց սկսած ինձ լրիվ ասա, ու ես հիշեցի։ Այո, ես ուրեմն Facebook-ում բարձում եմ մի գործիք կա, բարձում է չէ, որ բանը կոչվում է անարգության զտիչ։ Ինչության անարգության անարգության զտիչ։ Այսինքն ինքը բան է սանում էլի, եթե դու դա մի ակտիվացնում ես, բոլոր այն բառերը, որոնք Facebook-յան հանրությունը դիտել է որպես վիրավորող, այդտեղ կարող է հրեաների հասցեին ինչից սկսեց լինել, ամեն ինչ ավտոմատ, եթե այդ բառերով մեկնաբանություն է գրվում, ինքը բան անում, թաքցնում է։ Ուրեմն բացի նրանից, որ ես կար նաև ստոպ բառերի մի բան, որտեղ ձեռքով ավելացնում ենք հայհոյանքները եւ այլն, ես նաև այդ անարգության զտիչն էի միացրել։ Ու հենց այդ պահից, երբ որ այս մարդիկ տեսել էին, որ մեր էջում չեն կարող հայոյել, որտեվ իրենց մեկնաբանությունները թաքցվում էր, իրանք որինչ մտնեին ձեր էջ։ Սամվելը Մարտիրոսյան մեդիայում այդ մասին հոդված գրեց, որ Facebook-ը ինքը խթանում է բան անառողջ բանավեճերը, որտեվ ինչքան շատ հայոյանք, դրա շուրջ այնքան շատ աղմուկ, այնքան շատ ինքը լսարան է հավաքում։ Ինչքան շատ կոմենտ, Facebook-յան ալգորիթմը ասում է, ուրեմն եթե 500 հոգի հավաքվել են, լավաշներով կոմենտներ են գրել, կրքեր են բորբոքվել եւ այլն, այդ նշանակում է ինքը հանրային հետաքրքիր կոնտենտ է։ Նույնն էլ YouTube-ն է դա։ Ինքը մարդկային հոգեբանության վրա է հիմնված, իհարկե մասնագետները կասեն, բայց եթե շատ գրայիկացնենք, դա մեր հայկական խոսույթում կա, չէ, հարևանի երեխայի հաջողությամբ չեն ուրախանում, բայց հարևանի Mercedes առնելուց տխրում են։ Այդ գործերս վատել մի հատ հարևանը Mercedes-ը։ Գործերս վատել քիչ էր, հարևանս Mercedes առավ, այ դրա հիմքում դա է դրված, որ բացասականը ավելի հետաքրքիր է, քան դրականը է։ Փորձեմ կոռեկտ ասել, հա, որ եթե YouTube-ի մասին էր ասում Նարեկ, ես կփորձեմ բայց չեմ խոստամ, որ եթե դու YouTube-ում ակտիվացնես այն բան, որ ինքը ավտոմատ թաքցնի բոլոր այն մեկնաբանությունները, որոնք վերաբերում են այդ մարդու ծնողների բարոյական վարքին, լավ ասեցի, հա, եւ նաեւ սեռական որոշակի նախընտրությունների վերաբերյալ բանը հանես, ապա մեկնաբանությունների 80%-ը հեչ կլինի։ Այ, բայց նկատեցիք, որ Աննան իր խոսքում անարգության զտիչը միացրած խոսեց։ Չնայած Սամվել այդ օր ասեց անջատի։ Քանի որ մենք արդեն բավական ժամանակը քննարկում ենք մի նյութ, որի քննարկումը ինչքան էլ խոսելու է եւ դժվար է վերջնական եզրակացության գալ, այնուհանդերձ խնդրենք մեր հյուրերին, որքան էլ որ դա դժվար լինի, փորձենք ամփոփել անամփոփելին, բայց մի շեշտադրությամբ։ Այնուհանդերձ, լավ, այս ամեն ինչով հանդերձ, ինչ պետք է անեն։ Շեքսպիրյան մշտական հարց է դա։ Լրատվամիջոցները ինչ պետք է անեն, որ հասարակության վերափոխումը դեպի լավը չասեմ, ասենց հանգամյակը 3 օրում տեմպերով, բայց ինչ որ բան փոխելու իմաստով ինչ պետք է անեն։ Սարսափելի բարդ խնդիր եք առաջադրել, ես չգիտեմ դրա պատասխանը իրական։ Հիմա դուք երկուստ էլ վաղը գնալու եք եթերից հետո։ Մենք գնալու ենք, ես անձամբ տեսնելու եմ Նիկոլ Փաշինյանին եթերում, Նիկոլ Փաշինյանը ասելու է համբալ իմ առավոտվա ամբողջ այդ, չգիտեմ, էսթետիկ տրամադրությունները, թե այսօր ինչպեսին կարելի է լինել, որ այսօր չպետք է բանել, փորձել հնարավորինս մեղմել կրքերը եւ այլն, անմիջապես օդը սենց ցնդելու, ու մենք մտնելու ենք այն իրականության մեջ, որի մեջ որ ապրում ենք։ Ցավոք սրտի դժվար է ասել։ Լրատվամիջոցը ունի կրթելու առաքելություն, կարծում եմ չունի։ Ինչքան էլ դա մեզ փորձում են վերագրել, ոչ չունենք։ Մենք չունենք այդ կրթելու առաքելությունը, կրթելու առաքելություն ունեն։ Այո, ունեն այլ ինստիտուտներ։ Չնայած շատ լրագրողներ հենց դաստիարակելու առաքելությամբ էլ աշխատում են, բայց ունեն այլ ինստիտուտներ այդ առաքելությունը, ուստի նորից լրատվամիջոցը չի կարող առանձնանալ այն հասարակության, այն իրականությունից, որը որ կա, կարող է փորձել որակ հաղորդել առնվազն իր կոնտենտին եւ լավ է որպեսզի այդ փորձը կատարի, բայց ասել, որ ինչպես անել, որպեսզի մենք ավելի լավ հասարակությունում ապրենք, այդ նի պատրեսու էլի, այսինքն այդ հարցը լրատվամիջոցներին չպետք է ուղղել իմ կարծիքով։ Ինձ համար հիմա ավելի կարևոր է այն հարցի պատասխանը գտնելը, որ ինքս քեզ առաջադրեցի, այսինքն այս փոփոխությունը ինչ որ կատարվում է, իհարկե Հայաստան մի քիչ ավելի ուշ է հասնելու, բայց հաստատ կհասնի։
լուր գրել, ռեպորտաժ գրել, վերլուծություն գրել, այդ ամեն ինչը արդեն ռոբոտները մեզնից շատ ավելի լավ են անում։ Լրագրողը հիմա պիտի հասկանա, թե իր դերը որն է, ոնց է ինքը շարունակելու։ Ինչ է, որ ինքը պիտի անի, որը չի կարող անել ոչ մի արհեստական բանականություն։ Ես ներողություն եմ խնդրում, այս արհեստական բանականության թեման, որ հիշեցեց, ուրեմն ես կոնկրետ դեպք եմ, անշուշտ լրատվամիջոցի անունը չեմ տա, բայց մեր ընկերը որ նայի, վստահաբար հետո կզանգի եթե նայեց, ուրեմն ինքը լրատվամիջոցի ղեկավար է, որը մի քիչ այսպես հերու է այդ արհեստական ինտելեկտ եւ այլն, չգիտի ChatGPT մի այլն, տարկոլ դե պետք է մեզ չի, ու երբ որ մի անգամ այսպես ընդհանուր միջավայրում մենք իրան ծանոթացեցինք ChatGPT-ի հետ, ինքը հաջորդ օրը առավոտը աշխատանքից հեռացրեց իր լրագրողներից մեկին, որովհետև ասում էր, ես զարմանում եմ, այս աղջիկը ոնց է կարողանում այսքան գրագետ նյութ Թարգմանիչ, միջազգային լուրերի ոչ մեկի անհրաժեշտությունը չկա։ Բայց այս միկրոֆոնը բանան, որ մի հատ կամած բան ասեմ, դա Ռուբեն Բաբայանն էր սենց կամա մոտեցավ ինձ ասեց, ինձ թվում է իմ բանականությունը արհեստական է։ Մեր հաղորդման ժամանակ իդեպ հենց քո տեղում էլ նստած էր։ Ասած դա։ Չէ, դա չասած։ Ես փորձեմ անունը ամփոփում չդնել, բայց հետաքրքիր միտք եկավ։ Ես մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կյանքի բերումով լրագրության մեջ եմ 20 եւ ավելի տարի եւ Կարծում ոչ մեկս էլ ստո մասնագիտությամբ լրագրող չեմ։ Բանասեր ես։ Ձեր փոխարեն խոսեք։ Բանասեր չես։ Բայց այդ լրագրողի մասնագիտացմամբ։ Okay։ Որպես լրագրող ինձ շատ հոգեհարազատ է այն, ինչը ասում է Աննան, այսինքն մասնագիտական չափանիշները պահպանելու, անկախ ամեն ինչից, նշաձողը ճիչեցնելու եւ այլ, պրոֆեսիոնալ։ Որպես քաղաքացի ես չեմ կարող չհամաձայնվել Նարեկի ասացի հետ, որ այն ամեն ինչ ինչ որ ասեց ինքնության հետ կապված, բոլոր այն խնդիրները, որում մենք այսօր ապրում ենք, ի վերջո չչափազանցնենք, մեզ ինչ որ իմաստով սահմանային վիճակում գտնվող հասարակություն ու երկիր ենք եւ պարակտվածության անթույլատրելի չափաբաժնով, որը ներքին անվտանգային սպառնալիք է եւ արտաքին անվտանգային ամենաառարկայական սպառնալիքներով եւ այս երկու զուգահեռությունների հատումը շատ դժվար է, երբեմն անհնար, որքան էլ ասենք, որ որպես մասնագետ պետք է սա, որպես քաղաքացի պետք է սա, իսկ Սպարտակը, երբ որ ասում էր լավատեսություն, իհարկե լավատեսություն պետք է ունենալ, բայց մամուլի մենք երևի ավելի շատ խնդիրների մասին խոսեցինք, քան դրական կողմերի, այս ամեն ինչը օբյեկտիվ է, որովհետև երբ որ ամեն ինչի նշաձողը իջեցվել է, չէ, այդ խորհրդանշական 2021 թե 22 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի հարցով նշաձողը իջեցնելու հետ, բայց մենք եթե դա էքստրապոլացնում ենք, մեր հանրային ու պետական կյանքում ամեն ինչի նշաձողը իջել է։ Չգիտեմ համաձայն եք թե չէ, կարծում եմ համաձայն եք։ Եվ մամուլի երկընտրանքը սա է, մնալ ավելի բարձր նշաձողի վրա, բայց կորցնել լսարան հնարավորություն եւ այլ, թե ակամայից իջնել ամենայնի նշաձողի անկման հետ, որպիսի մնա ջրի վրա կամ սինխրոն մնացած համակարգերին ու ենթահամակարգերին, այստեղ ես միարժեք պատասխաններ չունեմ, որն է ճիշտը, որը սխալ է, սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք եւ որը հայհոյանքով կամ ոսկեղենիկ մայրենիով փոխանցում են մեզ մեր լրատվամիջոցները։ Ես էլ փորձեմ վերջնական ասել, ոչ լավատես եմ, ոչ հորատես եմ, ոչ էլ փորձում եմ այլ տեսակետ ներկայացնել, ուղղակի գիտեմ մի օբյեկտիվ ճշմարտություն։ Խառը բոլոր ժամանակներում եւ սա այն ինչ տեղի ունենում լրատվամիջոցների հետ տեխնոլոգիական իմաստով իհարկե փոփոխություն տեսնում ենք կապված նույն արհեստական բանականություն, տարածման տեխնոլոգիական հնարքներ եւ այլն, բայց եթե նայում ենք ժուրնալիստիկայի պատմության ելևէջումները, վերջին 150 տարվա ընթացքում համաշխարհային տենդենսա մի քանի անգամ այսպիսի խառն բեկումնային իրավիճակներում բնականաբար ջրի երես են դուրս գալի ամենանեգատիվ դրսևորումները մարդկային լրագրողներն ու լրատվամիջոցներն են մարդ ու բնականաբար այդ ամեն ինչը դրսևորվում է, բայց այստեղ ոնց որ եթե ասենք աստվածաշնչային երկու ասույթ կարելի է իրար հետ փորձել սինթեզել, մեկը ասում է ասողին լսողա պետք, շատ լրատվամիջոցներ բողոքում են դրանից, որ դե իրանք ասում են լսող չկա, բայց կա նաև մյուս արտահայտությունը, որ
ականջունեցողը կլսի, աչք ունեցողը կտեսնի, ավելացնենք խելք ունեցողն էլ կհասկանա այդ ամեն ինչը։ Հետևաբար ամեն մեկը այս անգաս նշաձողերի պարագայում էս համատարած ես ինչի պարագայում ամեն մեկը ոչ թե լագրողական էթիկային հետևի, այլ իր մարդկային չափորոշիչների վրա մնա։ Դաստիարակության։ Եթե ամեն մեկը մնա ինքը իր չափորոշիչների վրա ու չասի դե քանի որ սա պլինդոզից ներքև են ես էլ մի քիչ իշնեմ, չէ, ինքը իրա ոնց ասած բարիկադը ինքը իր պլանկան չի չասնի, վաղ թե ուշ գալու են ժամանակներ, ոնց որ մեծ պոետն ասում էր, եւ պոետներ, որ չեն պղծել իրեն շուրթերն անեցկով։ Այդ պոետների ժամանակը, ովքեր որ սիրելի հեռուստադիտողներ, իրեն շուրթերն անեցկներով Ստեղնաշարերը, անպայման ստեղնաշարերը, գրիչը եւ այլը, այդ մարդկանց ժամանակը գալու է եւ այդ ժամանակը շատ էլ հեռու չի։ Այս դրական նոտայի վրա շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին։ Շնորհակալ։ Հաղորդման համար կհանդիպենք։ Thank you.